Ներքին գործերի նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Նիստը նախագահել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանը։ Մասնակցել են փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետը, ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտորը, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաեւ հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել եւ քննարկվել են ոստիկանության 8 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառել ծառայության դադարեցում, իսկ 3 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժերը։